Եկեք այսօր միասին բացահայտենք Հրազդանի ամենագեղեցիկ եւ հետաքրքիր եկեղեցիներից մեկը՝ Կապույտ խաչը։ Առաջին հայացքից եկեղեցին կարող է թվալ հին միջնադարյան կառույց, բայց իրականում այն վերակառուցվել է 1993 թվականին Ռուբեն Գալստյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ, իսկ վերակառուցման աշխատանքները ավարտվել են 1996 թվականին։ Բայց ամենահետաքրքիրը այս եկեղեցու գաղափարն է։ Այն կառուցված է ըստ Թորոս Թորոմանյանի նախագծի եւ գրեթե ամբողջությամբ կրկնում է Անի հովի եկեղեցին։ Ճարտարապետական առումով եկեղեցին ունի շրջանաձև հատակագիծ եւ կենտրոնագմբեթ կառուցվածք, ինչը հայկական եկեղեցիների բավական հազվադեպ հանդիպող լուծում է։ Եկեղեցին երկհարկանի է։ Առաջին հարկը ծառայել է որպես դամբարան, իսկ երկրորդ հարկում գտնվել է պատարագի սեղանը, հարավակողմում գտնվող խորհրդանոցով, զգիհի պահարանով։ Գմբեթը ունի կոնաձև ծածկ, ինչը ամբողջ կառույցին տալիս է ավելի ընդգծված եւ դեպի վեր ձգվող տեսք։ Իսկ հիմա անվան պատմությունը։ Կապույտ խաչ անվանումը գալիս է այստեղ գտնվող մի խաչքարից։ Ըստ ավանդության, այս խաչքարը ժամանակին բուժել է մարդկանց կապույտ հաս կոչվող հիվանդությունը։ Հենց այս պատմությունից էլ եկեղեցին ստացել է իր կապույտ խաչ անվանումը։ Կարելի է ասել, որ կապույտ խաչը կապող կամուրջ է անի միջնադարյան ճարտարապետության եւ մեր օրերի միջև։ Եթե երբևէ լինես Հրազդանում, սա այն վայրերից է, որ հաստատ արժե այցելել։